Ձեր փաստաբանը։ Բարև ձեզ հարգելի ռադիոլսողներ։ Եթերում ձեր փաստաբանը հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Այսօրվա մեր թողարկումը նվիրված է քաղաքացիական դատավարությունում օգտագործող ապացույցների հետ։ Այս թեմայի շուրջ քննարկելու նպատակով մեր տաղավար ենք հրավիրել փաստաբան Աշոտ Նորիջանյանին։ Բարև ձեզ, պարոն Նորիջանյան։ Բարև ձեզ։ Պարոն Նորիջանյան, այսօր կխոսենք քաղաքդատավարությունում ապացույցների մասին եւ սկսենք հենց այսպես սկզբից։ Ինչ է ապացույցը, ինչ միջոցներից, ինչ աղբյուրներից ստացված ապացույցները կարելի է օգտագործել դատարանում։ Ապացույցները ընդհանուր կանոնի համաձայն այն փաստական տվյալներն են, որոնց հետազոտման եւ գնահատման միջոցով դատարանը այս կամ այն փաստը հաստատված է համարում կամ դատավարության մասնակցի այս կամ այն այսպես փաստը կամ փաստարկը առարկությունը հիմնավոր կամ անհիմն է համարում ու կարևոր է որ մեր քաղաքացիները իմանան, որ դատական պաշտպանության համար ապացույցները, այսինքն ապացուցումը կարևորագույն նշանակություն ունի եւ ցավոք սրտի դատարանները, ցավոք սրտի մարդկանց երևի համար չեն կարող պարզապես հավատալ ինչ-որ բանի, դա պետք է ապացուցվի։ Կարևոր է նաև գիտակցել, որ ապացույցները պետք է ձեռք բերված լինեն օրինական աղբյուրներից, որովհետև հիմնական իրավունքների խախտմամբ ձեռք բերված ապացույցները դրանք չունեն ապացուցողական այսպես ուժ, ապացույցները ընդհանուր կանոնը պետք է լինեն օրինական, թույլատրելի, այսինքն վերաբերելի, այսինքն տվյալ գործին վերաբերող եւ նաեւ արժանահավատ գնահատվեն հետագայում։ Շատ բարի, մենք կանդրադառնանք դեռ։ Խնդրում եմ նշենք, որոնք են ապացույցի տեսակները, քանի որ օրենսդրությունը հստակ տալիս է, խնդրում եմ ներկայացնեք դրանք։ Ապացույցի տեսակները քաղաքացիական դատավարությունում ամենատարածվածը գրավոր ապացույցներ, հետո վկայի ցուցմունք, փորձագետի եզրակացություն, մասնագետի բացատրություն, լուսանկարներ, տեսագրություններ, ձայնագրություններ եւ նաեւ իրեղեն ապացույցներ, այսինքն օրենքը որոշակի ցանկ է նախատեսում, հատկապես ինչ ապացույցներով կարող ես դու ապացուցել քո պահանջները։ Երևի անդրադառնանք յուրաքանչյուրին առանձին եւ սկսենք վկայի ցուցմունքից։ Որ դեպքերում է պարտադիր վկայի մասնակցությունը եւ ինչ միջնորդության նախաձեռնությամբ է կանչվում վկան դատական նիստին եւ եթե խուսափում է մասնակցել, որոնք կարող են լինել հետևանքները։ Գիտեք, ընդհանրապես վկան դա ապացույց, այսպես վկայի ցուցմունքը ապացույցների տեսակիներից մեկն է եւ կողմն է որոշում ինչով ապացուցի իր պահանջը։ Կան որոշ դեպքեր, երբ որ դատարանն է ներգրավում, սակայն հիմնականում քաղաքացիական դատավարությունում կողմերից մեկը կարող է միջնորդել վկա կանչել եւ պետք է կողմը նշի հատկապես ինչ փաստի վերաբերյալ պետք է հարցաքննվի վկան, այսինքն որ փաստը պետք է ապացուցվի վկայի ցուցմունքով եւ վկա ներգրավելու համար բավականին ցածր շեմ է նախատեսված, այսինքն կարող է վկա լինել այն անձը, ում կարող են հայտնի լինել տեղեկություններ, այսինքն դու չես կարող միջև վկային այսպես չլսել, հասկանալ իր տեղեկությունները որքանով են օգտակար գործի համար, հետեւաբար ցածր շեմ է նախատեսված, եթե կողմերը միջնորդում են եւ նշում են ինչ փաստի վերաբերյալ են ցանկանում վկա որպես ինչ որ մեկին հրավիրել, դատարանները բավարարում են այդ միջնորդությունը եւ այս դեպքում նաեւ կարեւոր է գիտակցել վկան պարտավոր է ներկայանալ, այսինքն դա հայեցողական չի, եթե քեզ ներգրավում են վկա, դու պարտավոր ես ներկայանալ։ Ինչպես քրեականում, այնպես էլ քաղաքդատավարությամբ։ Այո, եւ եթե ուղղակի ստեղ քաղաքացիականի դեպքում բերման կարող է ենթարկվել այն վկան, ով որ ստացել է ծանուցագիրը եւ առանց հարգելի պատճառի չի եկել, այսինքն օրենսդիրը այս դեպքում կարծես թե օրինակ ազդարարով ինչ որ ծանուցումը եւ այլն դա չի համարում պաշարժ ծանուցում, նախատեսում է որ եթե վկան ստանում է ծանուցում չի հայտնում իր չներկայանալու պատճառները կամ դրանք անհարգելի են գնահատվում, նոր արդեն վկան նույնիսկ կարող է տուգանվել եւ բերման ենթարկվել արդեն հարկադրանքի միջոցով։ Որքան կարող է տուգանվել եւ որոնք կարող են լինել հարկերի պատճառները։ Դատարանն է տուգանքը նշանակում, պրակտիկայում հիմնականում քիչ է լինում առաջին անգամ, գուցե 5000 դրամ, իսկ ինչ վերաբերում է հարգելի պատճառին, օրինակ վկան կարող է դատարան հայտնել, որ գիտեք, այսինչ օրը չեմ կարող աշխատանքային ծանրաբեռնվածությունից ելնելով իհարկե ապացույցներ ներկայացնելով կամ գուցե հիվանդության հետ կապված կամ այսպես ֆիզիկական ինչ որ խնդրի հետ կապված, այսինքն յուրաքանչյուր դեպքում դա առանձին գնահատվում է։ Ամեն անգամ։
Այո, իհարկե։ Շատ լավ, իսկ ինչ կարգով է հարցաքննվում վկան եւ արդյոք բոլոր դեպքերում վկայի ցուցմունքը կարող է ապացույց համարվել, օրինակ, եթե վկան չի կարողանում հստակ նշել իր իրազեկման աղբյուրը, այդ դեպքում կարող է որպես այդպեսին ապացույց համարվել, թե ոչ դատարանի կողմից։ Տեսեք, վկան հարցաքննվում է բանավոր եղանակով, հարց-պատասխանի միջոցով ու նախազգուշացվում է սուտ ցուցմունք տալու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին ու ըստ հերթականության նախ վկային հարցեր են տալիս այն կողմը, ով միջնորդել է, որպեսզի վկա հարցաքննվի, մյուս կողմը եւս կարող է հարցեր տալ նաեւ դատարանը։ Իսկ ինչ վերաբերում է ինքնին բովանդակությանը, դա առանձին գնահատման հարց է, քանի որ նախ դատարանը պարզում է արդյոք վկան ընդհանրապես տվյալ իրավահարաբերությանը տեղյակ է թե ոչ, եւ ըստ բովանդակության է գնահատվում, այսինքն դու պետք է այսպես դատարանը լսելով վկային վերջում գնահատական է տալի արդյոք արժանահավատ էր, վերաբերելի էր թե ոչ, կարող են լինել պահեր եւ վկան իրականում չհիշի ինչ որ մի դետալ։ Այո։ Խնդրից կամ տեղյակ չլինի եւ հարցերի միջոցով արդեն կոնկրետ աղբյուրի հետ կապված, այո, բնականաբար հարցեր են տալիս վկային, որտեղից դա գիտես, տեսել ես, թե լսել ես այլ անձից եւ արդեն տեղում տվյալ գործով են գնահատում, արդյոք վկան մի բան է, երբ որ ինքն է տեսել ինչ որ մի այսպես երևույթ, մյուս այսպես այլ հարց է, երբ որ նա լսել է դա ինչ որ մեկից, դա արդեն դատարանը գնահատում է։ Իսկ ինչպես է իրականացվում առերես հարցաքննությունը։ Առերես հարցաքննություն հիմնականում իրականացվում է, երբ որ վկաների ցուցմունքների մեջ կան հակասություններ։ Այսինքն ընդունենք դատարանը մի քանի վկայի լսեց եւ նրանց ցուցմունքներում էական հակասություններ կան, գուցե ամսաթվային, գուցե երևույթային եւ այլն։ Իհարկե հիմնականում քիչ է դա կիրառվում քաղաքացիական դատավարությունում, համենայն դեպս նման լծակ կա առերես, այսինքն երկու վկային միաժամանակ հարցաքննելու, այդ թվում նաև գուցե հրապարակելու նախկին ցուցմունքները այսպես հիշեցման կարգով հարցեր տալու, օրինակ գուցե առերես հարցաքննության ժամանակ որոշ դետալների շուրջ վկաների պատասխանել ինչ-որ շտկումներ մտցնեն, հակասություններ կամ գուցե մեկը ինչ-որ բան չէր հիշում, մյուսի ցուցմունքի հիման վրա վերհիշի եւ նման լծակ առերես հարցաքննության կա, թեև պրակտիկայում շատ չի կիրառվում։ Եկեք նաև մատնանշենք, որ դեպքերում է քաղգործերով, երբ որ վկայի ցուցմունքը առավել անհրաժեշտ է լինում, կարող ենք մատնանշել մի քանի գործ։ Գիտեք, բավականին դա հարաբերական է, այսպես ամենայն դեպս օրինակ, այսպես կամքի արատով կնքված գործարքների դեպքում է շատ կարևոր բացահայտել կողմերի կամքը։ Մի շարք տարբեր իրադրություններով, օրինակ գործեր կան, որտեղ որ ընդհանրապես, եթե օրինակ սեփականության իրավունքի վեճ է կամ բաժնեմասը առանձնացնելու, այդտեղ պրիմիտիվ կադաստրի վկայական ընդհանրապես վկայի կարիք չի կարող լինել, դա ամեն գործով ամենայն դեպս ինքնուրույն կարող է եւ ինչ որ կարիք լինել։ Կարող է գործի քննության ընթացքում անհրաժեշտություն առաջանալ։ Դուք նշեցիք ապացույցների տեսակներից նաև գրավոր ապացույցների մասին։ Խնդրում եմ նշեք, որոնք են գրավոր ապացույցները, տեսակները որոնք են եւ ինչպես են քննվում դրանք դատարանի կողմից։ Գրավոր ապացույցները դրանք քաղաքացիական դատավարությունում ամենատարածված ապացույցներն են եւ եթե այսպես թվարկենք վկայականներ, տեղեկանքներ, փաստաթղթեր, պայմանագրեր, հրամաններ, թղթային, էլեկտրոնային, ցանկացած դրսևորմամբ գրավոր փաստաթղթեր եւ ճնշող մեծամասնությունը քաղաքացիական վեճերի ապացուցվում է հենց գրավոր ապացույցներով ու դրանք ներկայացնելիս դու պետք է այսպես վկայակոչես ինչ փաստ ես ապացուցում, դատարանին հանձնում ես պատճեններ, սակայն դատարանը կարող է եւ նայած ըստ վեճի էության բնօրինակը եւս պահանջել, մինչդեռ ընդ որում հիմա արդեն անցել ենք կարելի ասել էլեկտրոնային դատավարության, այսինքն ներբեռնում ես բնօրինակի տեսքով փաստաթուղթը եւ եթե չկա օրինակ իսկության վեճ, այսինքն փաստաթուղթը կեղծ է, իսկական է, բնօրինակ, առանձին տանելու դատարան կարիք չի լինում։ Եվ որոշ ապացույցներ, որոնք որ կոնկրետ պետք է ինչ-որ մի ապացույցով ապացուցվեն, դրանով են ապացուցվում, սա դասականը օրինակ սեփականությունն է։ Եթե դու դիմում ես դատարան, դու որ իմ կարծիքով չես կարող վկայով ապացուցել, որ անշարժ գույքը քոնն է կամ ինչ-որ այլ ապացույցով կոնկրետ կա վկայական։ Իհարկե,
Կամ նույնիսկ եթե օրինակ այսպես մյուս կողմը չի վիճարկում այդ փաստը, դու պետք է ամեն դեպքում դատարանին 10 սեփականության վկայական, այսինքն գրավոր ապացույցների դեպքում որոշակի կանխատեսելիություն կա այդ ապացույցները ինչ են ապացուցում եւ պետական մարմինների տրված տեղեկանքների ու վկայականների իսկությունը դու վիճարկել չես կարող, հետեւաբար շատ տարածված է։ Այո, ներկայացնում է, շատ բարի։ Իրեղեն ապացույցների մասին։ Հա, նաև հետազոտման կարգին, եթե կարելի է անդրադառնալ գրավոր ապացույցների, այն ինչ որ նշվեց, դա բավարար է մեր ռադիոլսողների համար, թե կարող եք իլրումն ինչ որ բան ասել։ Հետազոտումը դատարանը այսպես հրապարակում է ըստ անհրաժեշտության, կարդում են փաստաթղթերը, եթե նման կարիք կա, օրինակ ես այդքան էլ կողմնակից չեմ, որ դատարաններում հատ-հատ ընթերցեն, որտեղ բոլոր կողմերը ծանոթ են, պարզ է ինչ է ապացուցում եւ պարզապես ընթերցվում են այդ ապացույցները։ Շատ բարի, հետազոտման կարգը։ Եկեք նաև խոսենք իրեղեն ապացույցներից, որպես ապացույցի տեսակ, հանրությանը շատ ծանոթ հայտնի իրեղեն ապացույցները, ամեն դեպքում նշենք ինչ է ինքը իրավական իմաստով իրենից ներկայացնում եւ ելի հետազոտման կարգին անդրադառնանք։ Իրեղեն ապացույցները քաղաքացիական գործերով եւս կարող են իրենց այսպես դերը ունենալ, դրանք այն առարկաներն են, որոնք որ իրենց առկայությամբ տեղակայմամբ, դիրքով, որևէ ինչ-որ մի հատկանիշով կարող են որոշակի փաստ ապացուցել կամ հերքել։ Ամեն դեպքում իրեղեն ապացույց հանրության մոտ երևի տպավորվում է քրեական գործերով զենք, չէ, փամփուշտներ եւ այլն դանակ։ Քաղաքացիական գործերով օրինակ կարող է ապօրինի կառույցի հետ կապված ինչ-որ լինել, դիտարկվել իրեղեն ապացույց կամ ժառանգություն, եթե օրինակ անձը պնդում է, որ ընդունել է ժառանգությունը, այսպես առարկաներով ընդունենք, մահացածի ինչ որ իրեր է ընդունել, դրանք իրեղեն ապացույցներ կարող են ճանաչվել, որոնք որ հիմնականում, եթե հնարավոր է դա բերել դատարան, զննվում են տեղում զննության միջոցով, այսինքն այսպես ուսումնասիրվում են։ Սակայն եթե դրանք հնարավոր չէ տեղաշարժել, կամ օրինակ տեղաշարժը անհամաչափ միջոցների ծախսերի հետ է կապված, նաև դատարանը լիազորություն ունի տեղում գնալ եւ զննել դրանք, մինչդեռ պրակտիկայում, քանի որ նաեւ կանրադառնանք լուսանկարներել են հնարավոր, եթե դու օրինակ ինչ որ ընդունենք հողազավթման վեճ է, ինչ որ մեծ մետաղյա առարկա է տեղադրված, պարտադիր չի դա գնալ զննել, եթե դու լուսանկարով օրինակ դա բերել ես եւ մյուս կողմը մեծ հաշվով չի վիճարկում դրա տեղակայումը, այդ ընդունենք մետաղական կոնստրուկցիայի կարիքը չի լինում։ Այդ իրեղեն ապացույցի, այո, շատ բան։ Տեղում հետազոտելու։ Այո, տեղում հետազոտելու եւ արդեն նշվեց, մենք գիտենք լուսանկարները, տեսաձայնագրությունները եւս հանդիսանում են ապացույցի աղբյուրներ։ Եկեք այս դեպքում հասկանանք, որ դեպքում է անհրաժեշտ արդյոք անձը պետք է անպայման համաձայնություն տա, որ օգտագործվեն դրանք որպես ապացույցի տեսակներ եւ ելի հետազոտման կարգին անդրադառնանք։ Գիտեք, այդ ապացույցները ցավոք սրտի շատ տարածված են ընտանեկան գործերով, մարդիկ շատ են սիրում իրենց տվյալ պահին երևի թե ներկայիս ամուսինն է իրանց լինում կամ վեճ է լինում, տեսանկարահանել, անձնական կյանքին միջամտել, Ստեղ կարևոր է գիտակցել, որ դու ներկայացնելիս պետք է նշես, երբ ում կողմից ինչ պայմաններում են կատարվել այդ ձայնագրություններ, տեսաձայնագրություններ եւ այդ բնույթի ապացույցները։ Եվ եթե դրանցում օրինակ պատկերված է շինություն, այսպես անշունչ առարկաներ, դա հիմնականում խնդիր չի առաջացնում։ Սակայն այլ անձի սեփականությունը ապօրինի մտնել եւ նկարահանելու իրավունք չունես, կամ շատ կոնկրետ օրենքը ասում է, եթե պատկերված է տեսանյութում կամ լուսանկարում անձ, պետք է լինի իր համաձայնությունը։ Դուք նշեցիք լուսանկարման մասին, խոսեցինք, եթե անձի համաձայնությունը չկա։ Օրենքը նաև նախատեսում է դեպքեր, որ թույլ է տալիս առանց անձի համաձայնության օգտագործել, որոնք են այդ դեպքերը։ Տեսեք, դա եւս ինքնուրույն գնահատման հարց է։ Օրինակ հանրային վայրերում մենք ինքներս տեսնում ենք, օրինակ մենք փողոցով քայլում ենք եւ տեսախցիկներ կան մթերային խանութի, նշված է տարածքը վերահսկվում է կամ պետական մարմինների շենքեր։ Այդ դեպքում, եթե հանրային վայրում դու ողջամտորեն կարող ես ենթադրել, որ քեզ օրինակ կարող է նկարահանել ճանապարհային ոստիկանության տեսախցիկը եւ այլն, նման դեպքերում հանրային վայրերում իմ մեկնաբանմամբ դա կարող է եւ թույլատրելի համարվել։ Պարտադիր չի քո համաձայնությունը, որովհետեւ դու նախ ողջամտորեն կարող ես տեսնել, որ քեզ նկարում են։ Մինչդեռ անձնական տիրույթի այսպես այդ քո տանը
Գաղտնի ձայնագրություն դա չի թույլատրվում։ Մեր քաղաքացիները պետք է իմանան, որ անձին գաղտնի նկարահանել, ձայնագրել կարող են միայն օպերատիվ հետախուզություն այդ գործունեություն իրականացնող մարմինները, դա արդեն դատարանի սանկցիայով, այսինքն ինձ մոտ շատ է լինում, ասում են ինչ որ մեկին գաղտնի ձայնագրել եմ, դա անթույլատրելի է։ Կամ օրինակ բերում են այլ անձի նամակագրություն ինչ որ տեղից ձեռք բերված ոչ իրենց հետ եւ ես բացատրում եմ որ դա հիմնարար իրավունքի խախտում է քանի որ այդ կապի գաղտնիությունն է ոտնահարվում անձի անձնական կյանքի միջամտություն չի թույլատրում այլ բան եթե իր նամակագրությունը լինի որը որ կարող է ապացույց որպես այդտեղ եւս վիճելի է քանի որ իմ մեկնաբանմամբ եթե օրինակ ես ինչ որ մեկի հետ կապի մեջ եմ տեքստային եւ այլն ես կանխավարկած ունեմ որ դա պաշտպանված է կապի գաղտնիությամբ ես տվյալ անձին չեմ թույլատրել հրապարակել իմ գրագրությունը հետևաբար դա եւս վիճելի է արդյոք դա կարող է օգտագործվել թե ոչ խոսքը չի գնում իհարկե ինչ խոսք պաշտոնական գրագրության էլեկտրոնային փոստի մասին խոսքը ավելի անձնական հավելվածներով ավելի ինտիմ շփման այդ process-ի մասին է գնում բնական է եթե դու պաշտոնական նամակներ ես գրում դա իհարկե կարող է օգտագործվել պետք է սահմանազատել մասնավոր կյանքի գնահատման հարց է նայած դու տվյալ անձի հետ ինչ հարաբերության մեջ ես եղել գործնական թե անձնական հիմնականում նման բնույթի Շատ բարի, ես հիշեցնեմ մեր ռադիոլսողներին, որ այսօր ձեր փաստաբանը հաղորդաշարի եթերում մենք խոսում ենք քաղաքացիական դատավարությունում կիրառվող ապացույցների մասին եւ անդրադառնալով ապացույցների տեսակներին, դրանց հետազոտման կարգին, իսկ այս հարցերի շուրջ մեր տաղավար ենք հրավիրել փաստաբան Աշոտ Նուրիջանյանին։ Պարոն Նուրիջանյան, անդրադառնանք նաեւ փորձագիտական եզրակացությանը։ Փորձագիտական եզրակացությունը, փորձաքննությունը նշանակվում է այն դեպքերում, երբ ապացուցման ենթակա փաստ կա եւ լրացուցիչ տեղեկատվություն է պետք, եզրակացություն է անհրաժեշտ։ Եկեք անդրադառնանք հիմնականում որ դեպքերում է, ավելի մասնավորեցնելով եւ ելի ինչպես է հետազոտվում այստեղ փորձագետի եզրակացությունը, արդյոք նույն կարգն է գործում ինչ վկայի ցուցմունքները տալու հետ կապված նախազգուշացում եւ այլն։ Փորձագետի եզրակացությունը ապացույցի շատ տարածված տեսակ է, որը որ կիրառվում է, երբ որ կա անհրաժեշտություն մասնագիտական գիտելիքների։ Շատ տարածված է դատա շինարարատեխնիկական փորձաքննություն, այսինքն բաժնեմաս առանձնացնել, ապրանքագիտական ու շուկայական արժեք, վնասի հատուցման գործերով, այսինքն հիմնականում, եթե այսպես տոկոսային նայենք, ամենամեծ պահանջարկն ունի շինարարատեխնիկական փորձաքննությունը, քանի որ դատարանը եւ կողմերը չունեն նման գիտելիքներ, նաեւ դատաբժշկական, օրինակ ԴՆԹ փորձաքննություն, անձի հոգեկան առողջության վերաբերյալ փորձաքննություն, դատահաշվապահական եւս կարող է կիրառվել, եթե օրինակ աշխատանքային վեճ է ինչ-որ գումարի չափի վերաբերյալ, նշանակվում է հաշվապահական, այսինքն բոլոր այն դեպքերում, երբ որ կա կոնկրետ մասնագիտական գիտելիքի կարիք։ Եվ այստեղ կա երկու տարբերակ, կամ դու ներկայացնում ես արդեն իսկ եզրակացություն կարող ես պատվիրել, պայմանով որ տվյալ փորձագետը պետք է գա դատարանի առաջ ստորագրի, որ դա կեղծ չի եւ հաստատի, կամ միջնորդել դատարանին նշանակել փորձաքննություն եւ հիմնականում փորձաքննության եզրակացությունը կանոններ կան, գրավոր պետք է լինի եւ այլն հղումներ աղբյուրներին, դա գրավոր, այսպես տեսք ունի։ Վեճի դեպքում անճշտությունների հարցերի, այո, կարելի է միջնորդել փորձագետին հրավիրել դատարան եւ հարցեր տալ եզրակացության շուրջ, ոչ թե վերացական, այլ իր կազմած եզրակացության։ Կարելի է, այո, կարելի է նաեւ հիմքերի արկայության դեպքում պահանջել լրացուցիչ փորձաքննություն, կրկնակի փորձաքննություն։ Եթե կան թերություններ կարելի է լրացուցիչ փորձաքննությամբ, այսինքն հարցեր, որոնց չի տրվել պատասխաններ, ի լրումն լրացուցիչ փորձաքննություն պահանջել։ Եթե կան հակասություններ ծանրակշիռ, դա դատարանն է գնահատում, օրինակ գործում արկա ապացույցների եւ եզրակացության մեջ իրար հակասող, այսպես ծանրակշիռ ինչ-որ խնդիրներ կան, կարելի է կրկնակի փորձաքննություն, այլ հաստատություն նշանակել, նման ընթացակարգեր կան։ Շատ բարի, նաև մասնագիտական, եզրակացությանը անցնենք, այդ ինչով է տարբերվում փորձագիտական եզրակացությունից եւ ինչ դեպքում է այն տրվում եւ հետազոտման կարգը։ Մասնագետի բացատրությունը չի ենթադրում ինքնին եզրակացության կազմում, այլ մասնագետը կոնկրետ որ տիրապետում է նշված ինչ-որ ոլորտում ավելի այսպես վերացական առումով շատ կոնկրետ չի խորանում գործի մեջ, իրավունք ունի գալ, ծանոթանալ նյութերին եւ պատասխանել հարցերին։
Պրակտիկայում պատկերացրեք գրեթե չի կիրառվում այդ ինստիտուտը, հիմնականում ավելի հուսալի է փորձագետի եզրակացությունը։ Շատ բարի, ում վրա է դրված ապացուցման պարտականությունը եւ որ դեպքում կարելի է ըստ էության ազատվել, որոնք են ազատվելու հիմքերը։ Ընդհանուր կանոնի համաձայն անձը, ով վկայակոչում է փաստեր, պարտավոր է իր իսկ կողմից այդ վկայակոչածը ապացուցել։ Սա ընդհանուր լայն կանոնն է, մինչդեռ կան բացառություն, օրինակ աշխատանքային վեճերով ապացուցման բեռը գործատուն է կրում։ Որոշակի այսպես առանձնահատկություն կան, բայց ընդհանուր առմամբ քաղաքացիները պետք է իմանան, որ եթե դու ինչ-որ վեճ ես տանում դատարան, պատրաստ պետք է լինես ապացուցելու այդ փաստերը։ Իհարկե ողջամտության սահմաններում, օրինակ պարտավորությունների դեպքում, եթե դու ունես ապացույց, որ կա պարտավորություն քո հանդեպ, ընդունենք գումար պետք է քեզ վճարեն։ Վճարման ապացուցման պարտականությունը կրում է արդեն վճարողը։ Այսինքն, եթե դու ունես փոխհարության պայմանագիր եւ քո գումարը չեն տվել, բացի պայմանագրից դու ողջամտորեն չես կարող, չէ, այլ ապացույց տալ, որ քեզ տվել են քո գումարը եւ վերադարձրել են, բնականաբար այս դեպքում արդեն պարտապանը պետք է ապացուցի, որ գումարը վճարել է։ Հետևաբար այստեղ կախված իրավահարաբերությունից, գործի փաստերից, առանձնահատկությունից եւ բացի ամեն դեպքում ընդհանուր կանոնը դատարանն է բաշխում պարտականությունը եւ բնականաբար այստեղ ինչ որ ողջամտության սահմաններ պետքա պահպանվեն, բացի այդ նաեւ ապացուցման կարիք կարող են չունենալ այն փաստերը, որը մյուս կողմը չի վիճարկում։ Այսինքն, եթե օրինակ դու դիմել ես դատարան պատվի արժանապատվության գործով, ասում ես այսպիսի հրապարակային արտահայտություն ա եղել, եւ մյուս կողմը գալիս է դատարան, ասում է այո, այսինչ օրը, այսինչ ժամին հնչեցվել է, արդեն կարիք չկա ինչ որ կրիչով, գուցե ձայնագրությամբ կամ այլ, այսինքն նման դեպքերում դա եւ այն դեպքերում, երբ ակնհայտ հայտնի է եւ ապացուցման ենթակա չի այս։ Դրանք հանրահայտ փաստերն են, որոնք որ կարիք չունեն ապացուցման, մինչդեռ օրինակ իմ մոտեցմամբ թեկուզ այսպես շատ հանրահայտ փաստը, օրինակ 20 թվականի հայտնի ռազմական իրադարձությունները, ես ամեն դեպքում լրատվամիջոցներից քաղվածքներ եմ տանում դատարան կամ որոշ ինչ-որ միջադեպերի հետ կապված, օրինակ առևտրի կենտրոնի պայթյուն։ Բոլորը դրա մասին գիտեն, բայց որpիսի չդառնա վեճ, արդյոք դա հանրահայտ փաստ է թե ոչ, ես ամեն դեպքում լրատվամիջոցներից տանում եմ քաղվածքներ, որոնք այսպես գրավոր ապացույցի տեսքով հղումով ապացույցներ են։ Լրատվամիջոցի տեսակը կարևոր է։ Ոչ պետք է լինի ԶԼՄ, իհարկե ես կոնկրետ եթե ինֆորմացիա եմ փնտրում, առաջնորդվում եմ այն սկզբունքով, որ հնարավորինս լինի հեղինակավոր եւ հանրությանը հայտնի ու այսպես թեկուզ իր վիզուալ տեսքով լրատվական կայքի նման լինի, ոչ թե ինչ որ մասնավոր բլոգի, որը կարող է այդ բանին փակված լինել նույնիսկ, բնականաբար ինչքան այսպես նախընտրելին իհարկե այսպես արտոնագրված լրատվամիջոցները, գիտեք, հեռուստատեսային ալիքներ, ռադիոներ, քանի որ համացանցայինները ոչ բոլորն են թերի են այսպես հավատարմագրվում, լիցենզավորման ընթացակարգ չկա։ Մի խոսքով բնականա առաջնահերթությունը տրվում է արդեն Շատ բարի։ Եթե անձը դատարան է դիմում եւ գտնում է, որ գնահատում է իր ապացույցներ ներկայացնելու process-ը խնդրահարույց, զգում է, որ անհնարին է լինելու, թեև գտնում է, որ կան այդ ապացույցները, բայց հավաքման գործընթացում խնդիրներ է ունենում։ Այս դեպքում ինչ իրավունքներ ունի կամ ինչ պետք է խորհուրդ տալ նման անձին։ Կա մի այդպիսի այսպես իրավական լծակ ապացույցի ապահովում։ Այսինքն, երբ որ այն դեպքում, որ կա կոնկրետ ապացույց, որը ֆիզիկապես քեզ մոտ չի գտնվում, օրինակ, չգիտեմ, աշխատանքային վեճ է, քեզ մեղադրում են ընդունենք այդ գաղտնիք հրապարակելու մեջ, աշխատել են աշխատանքից քեզ ազատել են, չես կարող գնալ նյութ վերցնել, ապացույցը քո տիրապետման այսպես ներքո չի։ Տարաբնույթ այսպես դեպքերում կարող ես դատարանին միջնորդել, եթե կա նման հիմք, ապացույցի ապահովում կիրառել եւ արդեն դատարանն է այդ եղանակը որոշում, դա կարող է դրսևորվել անհապաղ ընդունենք ինչ որ մի այսպես փաստաթղթեր պահանջելով կամ վկայի հետ կապված հարցաքննելով, բայց պրակտիկայում ամեն դեպքում դա այդքան էլ շատ չի կիրառվում, մանավանդ գիտեք դատարաններն էլ գերծանրաբեռնված են եւ անհապաղ ասվածը շատ հարաբերական է։ Մինչեւ կարում է հետաձգությունը քննարկվում է, արդեն գալիս է երևի այն նիստի ժամանակը, որ պետք է այդ process-ները քննարկվեին։
Բարի, երբ խոսում ենք ընդհանրապես ապացույցների գնահատման մասին, դատարանի կողմից, եկեք անդրադառնանք այս հարցին, ինչ խնդիրներ են առաջանում, օրինակ Վճռաբեկ դատարանի որոշումներում հստակ նշվում է, որ դատավորը իր ներքին խղճով չպետք է առաջնորդվի ապացույցների գնահատելիս եւ կոնկրետ ապացույցներով։ Այս դեպքում ինչ չափանիշների վրա է հիմնվում դատարանը։ Գիտեք, ընդհանրապես ես միշտ սա եմ ասում, գուցե մի փոքր այսպես կենցաղային է հնչում, սակայն ավելի պատկերավոր, ես քաղաքացիներին ասում եմ, որ դատավարությունը այսպես մսաղացային սկզբունքով կարող է աշխատել։ Դուք մի պատկերացրեք, որ եթեներով, օրինակ, չգիտեմ, եթե այսպես է, ուրեմն այսպես է, այդպես չեն ապացուցում։ Եվ պետքա կոնկրետ լինի ամեն դեպքում ու չափորոշիչները թույլատրելիություն, վերաբերելիություն եւ արժանահավատություն։ Թույլատրելիության խնդիրը դա այն է, որ պետք է այսպես ապօրինի չլինի այդ ապացույցը, օրենքի խախտմամբ ձեռք բերված չլինի։ Վերաբերելիությունը շատ իդեպ խնդիր է սա։ Պետք է կոնկրետ վեճին վերաբերի։ Դու չես կարող բերել հաճախ լինում է շատ այսպես վիճելի իսկապես վերաբերելիություն։ Եթե 10 անգամ իզնից պարտքով գումարա վերցրը ապացուցում եմ, ուրեմն 11-րդն ինքը վերցրած կլինի։ Այդպես չի, դու պետք է դա կոնկրետ ապացուցես, վերաբերելի կոնկրետ վեճին, ոչ թե անձանց, այլ կոնկրետ վեճին։ Եվ ստեղ արդեն արժանահավատությունը ավելի այսպես սուբյեկտիվ գնահատման process է, որքանով է այդ ապացույցը արժանահավատ ինքնին, դատավորները այո իրավունք չունեն այսպես իրենց կենսափորձով աշխատելու կամ բարոյական ինչ որ տենց դա եւս մի խնդիր է, որ մարդիկ պահանջում են դատավորներից այսպես բարոյական, կրոնական համոզմունքներ, մինչդեռ դատավորները պետք է օրենսդրական ստանդարտներով աշխատեն ու ներքին համոզմունքը ձևավորվում է կոնկրետ ապացույցների համակցումից, նախ արկայությունից, գիտեք, մենք բազմակողմանիությունը եւս չէ հաշվի առնվում։ Այո, պետք է բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ, այսինքն դու պետք է բոլոր կողմերից խնդրին եւ ապացույցներին նայես, լրիվությունը ապահովես, բաշխտես եւ գտնվես օբյեկտիվ, այո։ Շատ բարի, եթե մենք խոսում ենք փորձենք ամփոփելով ասել, պարոն Նուրիջանյան, քրեական եւ քաղաքացիական դատավարությունում ապացույցների մասին երկու դեպքում էլ շատ կարեւոր է, որովհետեւ դրանից կախված է եւ արդարադատության որակը եւ գործի ելքը։ Եթե անձը ունի քաղաքացիական դատավարության process-ում է գտնվում կամ ունի քաղաքացիական բնույթի վեճ, այս դեպքում անձին ինչ խորհուրդ կտաք, երբ որ նա ապացույցների հետ աշխատելու հավանականություն կարող է ներկայացնելու հավանականություն կարող է ունենալ։ Շատ ճիշտ համեմատական տարակ քրեական եւ քաղաքացիական, տեսեք, մեր բնակչության մոտ, երբ որ մենք խոսում ենք դատարան, վիզուալ մարդկանց պատկերը քրեական գործերն են այսպես մեծ, աղմկահարույց, մարդաշատ։ Այդ գործերով իմ կարծիքով օրինակ ավելի շատ է տեղ տրվում վկայի ցուցմունքներին, այդ ներքին համոզմունքներին, եթեներին, քաղաքացիական դատավարությունում ես խորհուրդ կտամ մարդկանց հաշվի առնել, որ այդպես լայն չի այդ ամեն ինչը քննվում։ Աշխատեք լինել կարճ, կոնկրետ եւ դիպուկ։ Ընդհանրապես քաղաքացիական իրավական շրջանառության մեջ կարգի պահեք ձեր այսպես նորմալ վիճակում ձեր փաստաթղթերը։ Եթե փող եք տալիս պարտքով, կնքեք փոխհարության պայմանագիր։ Գույք եք գնում, օրինակ անշարժ գույք մեքենա, միջև դա չլինի օրինական գործարք։ Կադաստրում կամ համապատասխանաբար ճվոյում չգրանցվի, մի տվեք գումարը։ Գումար տալիս անկանխիկ է հիմա դա արվում, այսինքն կանխիկով պետք չի բեհ տալ նույնիսկ։ Գնացեք կնքեք նախնական պայմանագիր նոտարի մոտ, բանկով փոխանցեք բեհը, հետո հիմնական գործարքից հետո հիմնական գումարը պետք չի կենցաղային մակարդակում գործել, որովհետև դա ձեր գործունեությունը ապացուցահեն լինի եւ փորձեք գրավոր ապացույցներ հավաքել։ Եվ պետք է հաշվի առնել, որ մենք մեր այդ իրավունքները իրացնում ենք մեր ռիսկով։ Եթե դու չես պահպանում օրինական ձևը, ապացույցներ չես հավաքագրում, օրինական ապացույցներ, փաստաթղթեր եւ այլն, հետագայում քո ռիսկով ես կրելու այդ բացասական հետևանքները։ Հարգելի ռադիոլսողներ, այսօր մենք խոսում ենք քաղաքացիական դատավարությունում ապացույցների կիրառման օգտագործման մասին։ Անդրադարձանք բազմաթիվ հարցերի, կարծում եմ, սպառիչ էր մեր այսօրվա եթերը եւ հարցերի առաջացման դեպքում կարող եք կապվել մեզ հետ եւ հիշեցնեմ, որ այս թեմայի շուրջ խոսում ենք փաստաբան Աշոտ Նուրիջանյանի հետ։ Շնորհակալություն, պարոն Նուրիջանյան։ Ես եմ շնորհակալ։ Եվ հիշեցնեմ մեր ռադիոլսողներին, որ ձեզ հետ է հաղորդման հեղինակ Նարինե Սոլոմոնյանը։ Ցտեսություն։